փորձում է թիրախավորել եկեղեցուն վեհափարին, այնքան կարծես թե ժողովուրդը հավատա, որ ժողովուրդը ավելի է համախմբվում եկեղեցու եւ վեհափարի շուրջ։ Այսպիսի ուխտագնացություններ, այսպիսի նախաձեռնությունները որքանով կարող են նպաստել, որ Նիկոլ Փաշինյանը իր մտադրություններից հետ կանգնի։ Մենք Նիկոլ Փաշինյանի մտադրությունների հետ ինչ գործ ունենք։ Ինքը իր մտադրությունները, մենք իրան պետք է հեռացնենք իր մտադրություններով հանդերձ, դա մեկ, երկրորդ հերթին եկեղեցին հալածանքներով է ուժեղանում։ Ամբողջ պատմության ընթացքը դա է ցույց տվել։ Քրիստոսի հիմնադրած եկեղեցին, քրիստոնեությունը միշտ հալածանքներով է հզորացել։ Քրիստոսը ինքը հալածյալ է եղել։ Այսինքն Քրիստոսին էլ չէ, խաչեցին, չարչարեցին, հալածեցին, իր առաքյալներին հալածեցին, նույն Թադեոս առաքյալին, ով որ մեր երկիր քրիստոնեությունն է բերել, բոլոր նկարների մեջ պատկերված է իր սեփական կաշին իր ձեռքերի մեջ, որովհետև իր կաշին, իր մաշկը հանեցին եւ մաշկահանը անելով սպանեցին Թադեոս առաքյալին։ Մնացած բոլոր առաքյալներին էլ հալածել են, խաչել են, ընդ որում թարս էին խաչում, իրանք էին խնդրում, որ իրանց թարս խաչեն, որովհետև Տիրոջ խաչելության պատվին իրանք իրենց արժան չէին համարում։ Մի խոսքով քրիստոնեությունը ինքը հազարամյակների, հալածանքների, զրկանքների պատմություն է։ Եվ ամեն հալածանքից հետո Քրիստոսի եկեղեցին միշտ ավելի է հզորացել, ավելի է ուժեղացել։ Եվ բնականաբար հիմա էլ հազարավոր Նիկոլ Փաշինյանների նմաններն են եկել փոշի են դարձել։ Եկեղեցին կա, կմնա ու կանգուն կլինի։ Կա գոյություն ունի հետևյալ խոսքը. չկա փրկություն եկեղեցուց դուրս, չկա։ Մեն մարդիկ, ովքեր հավաքվել են, համախմբվել են եկեղեցու շուրջ, եկեղեցու բարերարների շուրջ, այդ թվում նաև բարերարները, ովքեր համախմբվել են եկեղեցու շուրջ, Սամվել Կարապետյանը, այդ մարդկանց գործը անմահ է, միշտ մնալու է, միշտ հիշվելու է Սամվել Կարապետյանի արած գործը եւ միշտ նույն կերպ ատելությամբ, զզվանքով հիշվելու է այսօրվա օրերի մեղավորների ու հանցակիցների անունները անեծքով, ատելությամբ, զզվանքով, դա անհնար է պատմության դեմ գնալ լնել այսպես, այս դարում, այս տեխնոլոգիական դարում, երբ որ հասկանալ, ստանալ, Նիկոլ Փաշինյանը ինքը օրենքի խախտմամբ է վարչապետի աթոռին հայտնված, ինքը իր սեփական կառավարության ծրագիրը չի իրականացնում, իրականացնում է հակառակը, ինքն էլ իր կուսակրոնության ուխտն է խախտել, բա մենք էլ հեսա մի հատ հանձնաժողով ենք ստեղծում, որ իրան շպրտենք դուրս, իրան նստած տեղից, եւ անպայման հաջողելու ենք։ Դուք տեսնում եք Դավիթ Համբարձումյանի կոչով ինչքան մարդ, տեսնում եք, չէ՞, նկարում եք, տեսնում եք ինչքան մարդ դուրս եկավ ոտքի կանգնեց, ի սատարում են Սամվել Կարապետյանի, սատարում են եկեղեցու։ Եվ գիտեք ինձ ինչ է հետաքրքիր, պարոն Մալյան, ըստ ձեզ ինչպես կարող է մարդն ասել, որ ինքը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է, սաղմոսներ ցիտել։ Մարդիկ դուրս գալ եկեղեցու դեմ, դա ինչպես է։ Սոմերսետ Կապված, չեմ կարող չհարցնել, Հայաստան դաշինքին, ըստ ձեզ, ի՞նչն է հետ պահում, որ այդ ստորագրությունները այդպես շատ դժվարությամբ են, տալիս, այսպես ասած, եւ բացի դրանից, միգուցե Դավիթ Համբարձումյան անձի հետ ինչ որ խնդիր ունեն կամ նրան չեն տեսնում այդ պաշտոնում։ Բացարձակ չեմ տեսել որևիցե մեկին, ով Դավիթ Համբարձումյանի անձի հետ խնդիր ունի։ Հակառակը, ձեր աչքի առաջ ես գնացի Աղվան Վարդանյանից ստորագրություն վերցնելու, Աղվան Վարդանյանը շատ դրական արտահայտվեց Դավիթ Համբարձումյանի մասին։ Այդ օրը, տեսակ, ասեց, որ բարևներ խնդրում են փոխանցեք պարոն Համբարձումյանին, բայց չստորագրեց։ Այսինքն ես չեմ տեսել որևէ падգամավոր, ով վատ կարտահայտվի Դավիթ Համբարձումյանի հասցեին, որովհետև անկեղծ եմ ասում, Դավիթ Համբարձումյանի մասին ովքեր դպցանը իրեն, իսկ ով մի շատ կարճ թեկուզ շփում է ունենում Դավիթ Համբարձումյանի հետ, անպայման դրական կարծիքով է բաժանվում ու սա մեկ օրվա, մի ամսվա, մեկ տարվա աշխատանք չի, սա տարիների աշխատանք